Հակադոպինգային համաշխարհային գործակալությունը հայտարարել է, որ ռուս ցանցահենների ընդհատակյա խմբավորումը հերթական անգամ հակերային հարձակում է կատարել եւ գործակալության համացանցի բազայից պատճենահանել ու գողացել է 25 մարզիկների տվյալները։ Ցուցակում կան 10 մարզիկներ Միացյալ Նահանգներից, 5-ական մարզիկ Գերմանիայից եւ Բրիտանիայից, 1-ական մարզիկ Չեխիայից, Դանիայից, Լեհաստանից, Ռումինիայից եւ Ռուսաստանից։ 25 մարզիկներից 14-ը մեդալներ են վաստակել Ռիո դե Ժանեյրոյի ամառային օլիմպիադայում։ Ըստ հակադոպինգային համաշխարհային գործակալության, հակերային վերջին գրոհը իրականացրել է այն նույն խմբավորումը, որը վերջին օրերին արդեն մի քանի հարձակումներ է կատարել։ Համացանցում այն ներկայանում է Fancy Bears անունով։ Հակադոպինգային համաշխարհային գործակալության գլխավոր տնօրեն Օլիվեր Նիգլին ասել է, թե ակնհայտ է, որ հակերները գրոհ են կատարել ի պատասխան Ռիչարդ Մքլարենի եւ Ռիչարդ Փաունդի զեկույցի, որը նվիրված էր Ռուսաստանի մարզական ասպարեզում խտանիչների համատարած օգտագործման եւ դոպինգ ստուգումների արդյունքների կեղծման։ Հենց այդ աղմկահարույց զեկույցն էլ դրվել է օլիմպիադայից առաջ Ռուսաստանի Դաշնության մի քանի տասնյակ մարզիկներին որակազրկելու եւ Ռիո դե Ժանեյրոյում նրանց ելույթները արգելելու որոշումների հիմքում։ Որն է Fancy Bears անունով հակերային խմբի նպատակը։ Ցանցահենները հրապարակել են խաղերից առաջ եւ խաղերի ընթացքում մարզիկներին տրված դեղամիջոցների ցուցակը։ 25 մարզիկներ հակադոպինգային համաշխարհային գործակալության որոշմամբ բացառության կարգով ընդունել են դեղամիջոցներ, որոնք այլապես արգելված են։ Այդպես Fancy Bears-ը գործակալությանը մեղադրում է կողմնակալության մեջ, նկատել տալով, թե ռուսներին որակազրկում են, իսկ ուրիշների վրա աչք են փակում։ Բայց հակերները մի կարևոր բան հաշվի չեն առել։ Կազդուրվելու համար դեղերը ընդունելու process-ը ոչ ոք գաղտնի չի իրականացնում։ Համապատասխան դեղը օգտագործելու համար մարզիկի բժիշկը նախապես եւ պաշտոնական կարգով դիմում է գործակալությանը եւ հավանություն չստանալու դեպքում դեղը չի տրամադրում մարզիկին։